Արձագանքի ժամանակ են հարցը կտան, որը տվեցի խմբակցության քարտուղարին, որտեղ ենթադրում դա ավելի կարճ պատասխան է ենթադրելու, քանի որ շատ խոսեցիք պետական պարտքից, երեք օրինակ այստեղ էլի ձեր մասնագիտությամբ կարծես թե դոկտոր կա, որ ասեց, որ օրինակ այս 1.4 միլիարդ դոլարի զենք, որ առել է, դա նույնն է, որ 10 տարի առաջ 200 միլիոնի ենք առել։ Հիմա այդ նույն տրամաբանությանը, եթե դուք համաձայն եք ու խոսում եք պետական պարտքից, կարանք ասենք, որ այդ դեպքում 14 միլիարդ դոլար էս բային պարտքը հավասարազորա 10 տարի առաջվա 2 միլիարդ դոլար պարտքի եւ հետեւաբար մենք քչացրել ենք մեր պարտքը։ Էսա կասեմ, ու մեկը քանի որ շատ է խոսում, ես կարող եմ թվալ տենց շուտ պրիմիտիվ, շատ եմ երկիցանքի չեմ վերածում, բայց քանի որ պետական պարտքը գալիս են տարբեր բանաձևերով, բաժանում են ծնված, հələ չծնված երեխեքի քանակով բան ասում, այսքան պարտք ունի, կարող եք ասել մի հատ երկիր, կոնե վերջին 40 տարում, որ պետական պարտքը չի տվել, իր հետ ինչ ա եղել։ Ես օրինակ ասում կարող եք ասել մի երկիր։ Պարոն Ֆարմանյան, դուք մի հիմա միջամտեք հարցը կավարտի։ Չլսեցի ոք։ Այդտեղ բան կա, ականջակալ կա, եթե չի լսում, այն ձախ կողմի վրա։ Ներքևում ականջակալ կա, կարող եք։ Ասում կարող եք ասել մի երկիր, որտեղ ցենց շատ է էլի, տենց ինչ որ սարսաբան է ներկայացում ես պարտքը, կարող եք ասել մի երկիր, որ պետական պարտք է վերցրել, չի տվել ու ինչ ա եղել։ Ուզում եմ նաև մեր հասարակությունը էս իմանա, էլի, ասենք, չգիտեմ, այդ միջազգային բանկերը զորք են հավաքում, Էդմոն Մարուքյանը ասած գալի կառավարության շենքերն են գրավում, թե օրինակ Հայաստանի դեպքում էլի սարկազմով իհարկե ասում, բայց չգիտեմ, սահմանները բացում են 300,000 ադրբեջանցիներ են գալու, ինչ ա լինելու, որ այսքան ասում եք, այսքան պարտք, ուզում եմ անկեղծ հասկանամ, տենց մի հատ երկիր կա, որ պարտք ա վերցրել, չի տվել ու ինչ ա իր այդ լինում, էլի։ Նախ սկսեմ առաջին հարցից, եթե խոսում ենք պետական պարտքի ավելացման մասին, ճիշտ հասկացա, որ ասեցիք նախորդ տարիներին ավելի քիչ էր, հիմա ավելացել է, հա։ Զենքի։ Ուրեմն այսպես ասեմ, նախ ընդհանրապես պետական եկամուտները, երբ նայում ենք ավելի հետ գնանք 98 թվական, 99 թվական, դրանք միշտ աճի տենդենց ունեն։ Այլ բանի մասին է խոսքը։ Ես ասում եմ, մենք մեր տնտեսության մեջ ունենալու ենք պետական պարտքի կայուն կառավարելիության խնդիր։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունենալու, գուցե սնանք հայտարարվի երկիրը։ Դե հիմա եւ արդեն դուք ենթադրեք։ Հիմա մարդու վրա օրինակը բերենք։ Եթե մարդը գործարար է, ունի շատ պարտքեր եւ չի կարողանում սպասարկել։ Պարոն Գաբրելյան, ինչ է տեղի ունենում այդ պարագայում, նույնը պրոյեկտեք պետության վրա։ Արձագանք։ Շատ լավ, դրա համար էի հարցնում, որ արդյոք վերջին օրինակ, չգիտեմ, 40 տարում տենց մի հատ դեպք գիտեք, որ պարտք ա վերցրել պետությունը, չի տվել, ու այդ երկրին սնանկ են ճանաչում, հասկանում քաղաքացիները, որ այդ լուրը կարդում են ընդդիմադիրների, որ այ ամեն ծնված երեխայի վրա կա այսքան $1000 պարտք, տրամաբանական հարց տա, ասի, օրինակ չգիտեմ, որ չտամ տենց համաշխարհային ԴՀԿ ծառայություն կա, որ գալու է, օրինակ չգիտեմ, ինձանից վերցնի, ունեմ ժամանակ, պարոն Կոնդի։ Ձեր հետ չեմ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պահպանել լռությունը։ Դա էդ էի ասում, կա տենց մի հատ օրինակ, որպեսզի նաև կոպիտ ասած գլխի գալիքը իմանա այս ժողովուրդը, որ այսքան սենց սարսափացնում եք, ասում եք, այսքան պարտք ունես, կարող է պարզվի, որ վերջում Էմրասման դե չիլնի վիճակն է։ Հիմա չեն կարող, չի ստացվի, չեն տա։ Բայց քանի որ 20 վայրկյան ունեմ, ասացիք ապօրինի է անել։ Ես ուզում եմ հասկանալ, եթե ձեր ընդդիմադիր այսօր գործընկեր ձեզ ապօրինի չհեռացներ, դուք շարունակեիք մնալ գուցե էլի այդ ծառայությունում, կարծես իր այդ նաև առիթ ենք ունեցել աշխատելու ու կարող է տեսականից ասել, որ դուք օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ներկայացվեիք որպես այս հանձնաժողովի նախագահ, ուզում հասկանամ ձեր մոտիվը որն էր դառնալու ընդդիմադիր, արդյոք այդ այսօրվա ձեր ընդդիմադիր գործընկերոջ ապօրինի ձեր հանդեպ կայացված որոշումներ, որ դուք դարձական եք։ Պարոն Գաբրելյան, ես եղել եմ պրոֆեսիոնալ ծառայող, ես չեմ զբաղեցրել քաղաքական պաշտոն, ինձ ընդունել են աշխատանքի մասնագիտական գիտելիքների հիմքով եւ ինչու եմ ասում ապօրինի ազատվել եմ, եթե դուք հիմա ուսումնասիրեք պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքը, ապա կտեսնեք, որ միայն արևմտյան մաքսատուն վարչությունում է երկու իրար հետ կապ չունեցող բաժին միավորվել միայն այն բանի համար, որ ինձ կարողանան ազատել աշխատանքից։ Ես փորձեմ մանրամասն ներկայացնել խնդիրը, որ մութ բան չմնա։ Ինչ վերաբերում է ապօրինության սկզբին, սկսեմ սկզբից։ Ինձ ուղիղ ասվել է, որ պետք է դիմում գրեմ եւ հեռանամ աշխատանքից։ Որից հետո պատճառը, որովհետեւ դու յուրային չես։ Սա եղել է ձեր իշխանության օրոք 2019 թվականին։ Մի վարքյան, ես Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մեկնաբանություններ չանել, թույլ տալ, որ տեխնացուն ինքը պատասխանի։ Հարգելի գործընկերներ, իմ խոսքերը կհաստատեն բազմաթիվ պետական եկամուտների կոմիտեի նախկին ծառայողներ։
Ես հենց այնպես խոսքեր չեմ ասում, պարոն Գաբրել։ Շարունակեմ միտքս, եթե կարելի է, թույլ տաք։ Ուրեմն ինձ ուղիղ ասվել է, ի թիվս ինձ, նաև այլ ծառայողների, որ դիմում գրենք հեռանանք։ Ուղիղ 1 տարի 2018 թվականից սկսած մինչև 19 թվականի փետրվար Ամփոփեք, պարոն Ֆարմանյան։ Ենթարկվել եմ բազմաթիվ հալածանքների։ Այնուհետև դիմել եմ դատարան եւ մինչև ներառյալ վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ ինձ ազատել են ապօրինի, ինչ կա չհասկանում այստեղ։